Փաստաբանի աշխատանքը։ Այո, լսում ձեր հարցը։ Պարոն Բաբան, դուք նշեցիք, որ ոտնահարվում են միջազգային կառույցները պասիվ են, երբ պարոն Կոչուբաևին տապալեցին այսպես գետնին եւ մի խումբ փաստաբաններ հայտարարեցին, որ իրենք սկսում են գործադուլ, կարծես թե այդ գործողությունները չունեցան հետևանք։ Ինձ հետաքրքիր է ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ փաստաբանական համայնքը իսենց ուր համայնք չդարձավ եւ անհապետ գործադուլ չհայտարարեց, ինչը հետ պահեց այդ մտքից։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում գնահատականներին տալ, երևույթներին տալ որոշակի կշիռներ եւ որոշել այս կշիռով պայմանավորված փաստաբանները գնում են գործադուլ եւ այլն։ Ինստիտուցիոնալ այդպիսի կարծիք եւ այդպիսի մոտեցում չեղավ, որովհետեւ այստեղ մի բազում հանգամանքներ կան։ Այսօր քաղաքական ակտիվ գործողություններ են իրականացվում եւ չեմ ուզում ամենևին էլ նսեմացնել մեր գործընկերների դիրքորոշումները, բայց այս քաղաքական գործընթացներին տեղի ունեցող իրավական օգնությունը ով է տրամադրելու, եթե փաստաբանները գնան այսօր գործադուլ։ Այնուամենայնիվ փաստաբանները չենք կարող ասել, հա, որ վաղը փաստաբանները որևէ իրավական օգնություն չեն տրամադրելու, այսպես այս երևույթները թողելու են բացի թողի վիճակում եւ այլն։ Փաստաբանը իրավապաշտպան առաքելություն ունի եւ կան պահեր եւ փաստաբանի ինքնին աշխատանքի էությունն է այդ իրավական օգնության տրամադրումը։ Եվ այս պահին ես չեմ կարծում, որ նպատակահարմար է, որպեսզի ամբողջ համայնքը դադարեցնի իր աշխատանքը եւ ուրեմն իրականացնի գործադուլ, որովհետեւ զուգահեռ շահեր կան, նաեւ անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներ ունենք մենք այսօր։ Եվ ձեր ցույցությամբ իմ գործընկերներից են ներողություն խնդրում, երկրորդ հարցը կապված մամուլի մի հրապարակումների մասով, կոնկրետ պարոն Կոչուբայանի հետ կապված, փաստաբան ծեծել քննչականում, փաստաբան տապալել գետնին, եղավ հրապարակում, որ Կոչուբայանի ծեծել են նաև, այսինքն մարդկանց իրավունքները պաշտպանելը դարձել է վտանգավոր։ Հիմա հարցս, ի վերջո ինչ է եղել, ով է ծեծել կամ ովքեր պարոն Կոչուբայանի եւ երկրորդը ինչ հետևանքներ սպասել այս իրավիճակում հարուցված բաններից։ Երևի թե դուք Ես նախ պարոն Կոչուբաևին ծեծելու վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ, բայց ունեմ տեղեկատվություն ինչը որ բոլորդ ունեք, այսինքն ինչը հարամաչելի է, որ միջին ծառայության հանցագործության մեջ մեղադրվող փաստաբանին դատարանից իր մասնագիտական գործունեությունը կատարելու կապակցությամբ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո դատարանի դիմացի մայթին մոտ 10 ԱԱԾ աշխատակիցներ դիմակավորված տապալում են գետնին։ Միևնույն ժամանակ մենք տեսել ենք, որ շատ դեպքերում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով կասկածվող կամ մեղադրվող անձանց շատ նորմալ ցիվիլ կերպով ուղեկցում են, ընդ որում ասածս չի նշանակում, որ երկրորդ կատեգորիայի անձանց նկատմամբ էլ պիտի այդպես վարվեն, հակառակը, երբ անձը որևէ դիմադրություն չի ցուցաբերում եւ չկա որևէ ողջամիտ ենթադրություն, որ գիտությամբ զբաղվող փաստաբանը հրապարակային գործունեությամբ պիտի իր մոտ զենք կամ չգիտեմ ինչ ունենա կամ պիտի վտանգ ներկայացնի իրեն ձերբակալել փորձող անձանց նկատմամբ, բնականաբար դա անտեղին է։ Երկրորդ մասը ունի պատասխանը, տեսեք, ժողովրդավարության ճգնաժամ ապրող երկրներում բռնաճնշումները քաղաքական իշխանությունների կողմից չեն շրջանցում որևէ մասնագիտական համայնքի։ Դա կլինի փաստաբանական համայնք, թե լրագրողական համայնք։ Եվ այստեղ ակնկալել, որ փաստաբանական համայնքը պիտի այս բռնաճնշումների հարցը միայնակ լուծի, ինձ թվում է մի քիչ այսպես ասեմ շատ չափազանցված ակնկալիք է կոնկրետ վերցած մեկ համայնքից։ Բայց նաև շարունակելով պարոն Բաբայանի միտքը, եթե օրինակ ես էլ միացած լինեի անժամկետ գործադուլին եւ 3-4 չմասնակցեի իմ գործընկերների հետ պարոն Ռուբեն Մխիթարյանի կալանքի միջնորդության քննարկմանը, մենք ի հայտ չենք բերի այնպիսի ապօրինություններ, որոնց մասին ես այսօր չեմ խոսա, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, սակայն այդ ապօրինությունները բոլորին ապշեցնելու են, ու ապշեցնելու են նաև միջազգային կառույցներին, բայց դրա մասին պատեհ ժամանակ։ Այսինքն էֆեկտիվությունը գնահատելու գործադուլի ինձ թվում է այս պահին այդքան էլ տեղին չէր։ Համեց։ Երբ կարելի է, ինչպես է ստացվում, որ փաստաբանի տեսության